Եվ Անկարայի հետ եք։ Այո, չէ, վերջին։ Անկարա։ Եվ խնդրեմ պարզաբանեք, արդյոք սա ինչ-որ կոնկրետ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության համար, ինչ պայմանավորվածությունների մասին է հնարավոր, որ խոսք է գնացել այդտեղ հանդիպման։ Տեսեք, մի քանի ամիս առաջ ես իմ գործընկերները հայտարարել էինք, որ Փաշինյանը Թուրքիային դարձնում է միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ցավոք դա արդեն իրականություն է ու տեսանելի է բոլորի համար։ Տվյալներ այս պահին չկան, թե ինչ է կոնկրետ քննարկվել, բայց կարծում եմ ակնհայտ է, որ եթե նախորդ օրը տեղի ունեցել Թուրքիայի նախագահի եւ Ալիևի հանդիպումը, իսկ հաջորդ օրը Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, ապա Թուրքիան արդեն իսկ ստանձել է միջնորդական առաքելություն։ Հարց համար 1. Վերանալով նույնիսկ մի պահ չքննարկելով, թե ինչ են պայմանավորվածությունները, մեզ ձեռ է տալիս, որ Թուրքիան լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդը։ Զուտ այդ փաստի հետ ինչ որ մեկը հաշտ է, ես հաշտ չեմ։ Այլընտրանք կային բազմաթիվ այլընտրանքներ, դրանցից մեկը գոյություն ունեցող Մինսկի խումբն է, իրավականորեն միջազգային իրավունքի կողմից ճանաչված միջազգային միավոր, վերպետական միավոր։ Հաջորդ հարցը, որը մենք ուզենք չուզենք, մեզ պիտի տանք։ Իսկ ինչ զիջումների է գնացել Ալիևը երեք չէ առաջի օրը Թուրքիայում։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների պայմաններից մեկը եղել է շարունակել եւ ավարտին հասցնել մեր անվտանգային ճարտարապետության կարևորագույն կետերից մեկն է սահմանադրությունը անել ավելի ուշ եւ դիմել Մինսկի խմբի լուծարման համար։ Չեմ խոսում արդեն մնացած բոլոր զիջումների մասին, որոնք հողի վրա Փաշինյանը կանի այսպես կոչված սահմանազատման գործընթացով։ Այնպես որ ես մեր քաղաքացիներին շատ խնդրում եմ չենթարկվել Փաշինյանի ստեղծած մետա ճշմարտություններին, սթափ իրական գնահատել գործընթացները եւ գիտակցել, որ այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը եւ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորը Թուրքիան է։ Ես կարծում եմ մենք դրա հետ հաշտ չենք կարող լինել։ Միջոցները ձեռնարկում ընդդիմությունը առաջիկայում, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան մի քանի կողմից այսպես գործընթացներ են ձեռնարկել, ինչպես դուք նշեցիք, եւ միջնորդությունը Թուրքիայով արդեն իրականացվում, բացի այդ եկեղեցու դեմ հստակ պահանջներ են ներկայացված, որոնք Փաշինյանը իրագործում է։ Այս ամենը կանխելու ինչ այս ամենը չի լինի հետո։ Ուշ էր դեռևս 2018 թվականի ապրիլի 25-ից սկսած, այնպես որ այդ հարցը ուշ չի լինի։ Ուշ էր դեռևս 2018-ի ապրիլի 25-ից, Հանրապետականը 2018-ի ապրիլի 25-ից պայքարում է։ Մի քանի տրամաբանական կետերով գանք, թե ինչ է պետք անել։ Կա մեկ տարբերակ՝ իշխանափոխությունը, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Այլ որևէ լուծում գոյություն չունի։ Առաջին դրույթ։ Երկրորդ, դրան հասնելու ամենաիրատեսական, հնարավոր, ամենահավանական տարբերակը իմպիչմենտի գործընթացն է, որը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը Դավիթ Համբարձումյանի տեխնացությամբ։ Ինչպես է դա արվելու։ Իհարկե բոլորիս համատեղ պայքարով։ Առանց լայն ժողովրդական կոնսոլիդացիայի այդ գործընթացը հնարավոր չէ։ Եվ դուք կարող եք տեսնել, թե Դավիթ Համբարձումյանի կոչով մեր բոլորի նախաձեռնությամբ արդեն իսկ ինչ հոծ բազմություն է հավաքվել այս պահին իր աջակցությունը ցուցադրելու հայ-առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց վստահ եմ, որ այս բոլոր հավաքված մարդիկ ու հազարավոր այլ մարդիկ գիտակցում են, որ եկեղեցու դեմ արշավը եւ Փաշինյանի իշխանության մնալը փոխկապակցված իրադարձություններ են։ Ուստի եթե դու ուզում ես պաշտպանել եկեղեցին, ապա պիտի պայքարես Փաշինյանի հեռացման համար։ Բոլոր քաղաքական, բարդ վերլուծական տեքստերի ժամանակները վաղուց արդեն անցել են։ Ժամանակն է գործ անել։ Փաշինյանին վեհապարին հեռացնել այդ գործընթացը որ Ես կարծում եմ, որ Փաշինյանը հայ պատմության մեջ շատ փոքր, բազմաթիվ մելիք ֆրանգյուլներից մեկն է ընդամենը եւ մի չնչին մելիք ֆրանգյուլ չի կարող պայքարի դուրս գալ լուսավորչի աթոռի, մեր համար սուրբ աթոռի դեմ։ Ուստի իհարկե ոչ չի հաջողվի, բայց այդ պաշտպանությունը, սուրբ աթոռի պաշտպանությունը իրականացվի նաև մեր ձեռամբ։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան։
Լայվ նյուսի հարգելի հետևորդներ, գտնվում ենք Սվարթնոց տաճարում, որից անմիջապես հետո քայլ երթով գնալու ենք